Հիմա աղոթում եմ այն մարդկանց համար, ովքեր որ հիվանդանոցներում են եւ անհույս վիճակի մեջ պառկած են եւ մտածում են, որ ամեն բան վերջացած է իր համար։ Ես աղոթում եմ Հիսուսի անունով, որպեսզի Աստծո զորությունը եւ Աստծո հզոր ներկայությունը վայելես հիմա քո կյանքի մեջ։ Հայր Աստված, աղոթում եմ այն մարդկանց համար, ովքեր որ հիվանդանոցներում են, ովքեր որ պառկած են իրենց անկողինների մեջ, ովքեր որ անհույս վիճակի մեջ են։ Տեր Հիսուսի անունով ես աղոթում եմ, որ Տիրոջ հզոր ձեռքը եւ նրա բժշկարար զորությունը այսօր այցելի քեզ, որտեղ որ դու գտնվում ես, ովքեր որ ունեն քաղցկեղներ, ովքեր որ ունեն սրտի խնդիրներ, ովքեր ունեն հոդացավերի խնդիրներ, ովքեր որ անհույս վիճակի մեջ գանված են իրենց անկողիններում։ Հիսուսի զորավոր անունով ես խոսում եմ բժշկություն, ես խոսում եմ հույս եւ կյանք ձեր կյանքի բոլոր օրերի մեջ։ Տեր Հիսուսի անունով ամեն չորացած ոսկոր թող կենթանանա, ամեն անհույս վիճակի մեջ եղողները թող հենց հիմա Հիսուսի անունով լցվեն հույսով, լցվեն բժշկությունով եւ Տիրոջ գերբնական զորությունով։ Տեր Հիսուսի անունով սիրելիս, այս կարճ ուղերձը ուղարկիր քո ընկերներին, ուղարկիր նրանց, ովքեր որ գտնվում են հիվանդանոցներում եւ գտնվում են ծանր վիճակի մեջ, եւ ընդունեք այս օրհնության աղոթքը եւ թող Աստծո օրհնությունը եւ հզոր ներկայությունը այցելի ձեզ Տեր Հիսուսի անունով։